որ երկրներն են պատրաստ զորք, փող, մարդասիրական օգնություն ուղարկել իսրայելական հարվածներից դժոխք դարձած Գազայի հատված։ Donald J. Trump. Վաշինգտոնում խաղաղության խորհրդի նիստի ժամանակ մոտ 5 տասնյակ երկրների ներկայացուցիչների առաջ Թրամփը խոստացել է $10 միլիարդ հատկացնել խաղաղության խորհրդին, առանց մանրամասնելու, թե ինչի համար է օգտագործվելու այդ գումարը։ Եթե այդ բյուջեն ամբողջությամբ Գազայի համար է, ապա հրապարակված թիվը կրկնակի մեծ է Թրամփի ավելի վաղ հայտարարածից։ Նա ասել էր, թե խաղաղության խորհուրդը $5 միլիարդ է պատրաստվում հատկացնել Գազայի վերակառուցման գործին։ Այն դեպքում, որ ավելի քան 2 տարի տևած արյունալի ու ավերիչ պատերազմից հետո ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի եւ Եվրամիության գնահատականով Գազան վերականգնելու համար նվազագույնը $70 միլիարդ է պետք, 14 անգամ ավելի 5 միլիարդից։ Խաղաղության խորհրդի կազմը տած մերձավոր արևելքի երկրների ղեկավարներն առատաձեռն են եղել փողի հարցում, եւ Միացյալ Նահանգները նույնպես շատ առատաձեռն է, որովհետեւ խաղաղությունից ավելի կարևոր, ավելի թանկ բան չկա։ Միացյալ Նահանգների ներդրած փողից զատ 9 երկիր $7 միլիարդ են հատկացրել, ըստ Թրամփի։ Նա հայտարարել է, թե նորաստեղծ խորհրդի անդամներից Ղազախստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն, Բահրեյնը, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը եւ Քուվեյթը միասին են ներդնում $7 միլիարդը։ Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերքել է Թրամփի պնդումը, թե Ադրբեջանը մասնակցում է Գազայի համար $7 միլիարդ հավաքելու նախաձեռնությանը։ Գիտեք, երբ դուք պատերազմում եք, դա հարյուրապատիկ ավելի թանկ է նստում, քան երբ խաղաղություն եք հաստատում։ Թրամփի ստեղծած խաղաղության խորհրդի նիստի ժամանակ 5 երկիր պարտավորվել է զորք ուղարկել Գազա՝ Ինդոնեզիան, Մարոկկոն, Ղազախստանը, Կոսովոն եւ Ալբանիան։ Եգիպտոսն ու Հորդանանը զորք չեն ուղարկի, բայց Գազա ուղարկվող ոստիկանների կվերապատրաստեն։ Նախատեսվում է Գազայում 12,000 ոստիկան եւ 20,000 զինվոր տեղակայել։ Ինդոնեզիան 8,000 զինվոր կներգրավի այդ ուժերում, պայմանով, որ նրանք չեն մասնակցի մարտական գործողությունների։ Ղազախստանն էլ զորք կուղարկի Գազա։ Նախագահ Տոկաևը կոնկրետ թիվ չի նշել։ Վստահ եմ, պարոն նախագահ, որ ձեր ուժեղ ղեկավարության ներքո խաղաղության խորհուրդը հաջողությամբ կիրականացնի իր մեծ ազնիվ առաքելությունը։ Գազա զորք ուղարկող 5 երկրներում էլ մտահոգություններ կան։ Անգամ հրադադարից հետո 600 պաղեստինցի է զոհվել, եւ դա միայն պաշտոնական տվյալով։ Դա նշանակում է, որ Իսրայելը տարբեր պատրվակներով խախտում է հրադադարը։ Գազա զորք ուղարկողները ակամա մերձավոր արևելքի պատերազմներում ներքաշվելու վտանգի առաջ են։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։